Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման հետ կապված իրենց ցանկություններն ու առաջարկները երևանցիները եւ քաղաքի հյուրերը հունիսի 1-ից սկսած 15 օր շարունակ կարող են թողնել Երևանյան փողոցներում տեղադրված ցանկությունների պատերին։ Յուրօրինակ այս նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանի եւ Ամերիաբանկի համատեղ իրականացվող ծրագիրն է։ Կարգախոսը օգտվենք ավելին իրագործելու ազատությունից եւ ավելին իրագործենք մեր սիրելի մայրաքաղաքի համար։ Երևանի քաղաքապետարանը միշտ հաշվի է առել մեր քաղաքացիների, մեր բնակիչների կարծիքները եւ նրանց կարծիքների հիման վրա է, որ այսօր մենք օր-օրի տեսնում ենք, թե ինչպես է գեղեցկանում քաղաքամայր Երևանը։ Երեխաները ցանկանում են քաղաքում տեսնել տարբեր ջրավազաններ, ջրով լի տարածքներ։ Կարծում եմ մեր գործընկեր Ամերիաբանկի ֆինանսավորմամբ եւ ոչ միայն մյուս գործընկերների հետ համատեղ մենք կարող ենք իրագործել այդ ծրագիրը եւ քաղաքին նվեր մատուցել։ Հյուսիսային պողոտայում գտնվող պատին ցանկություններ թողնելու իրավունքը առաջինը վերապահվեց մանուկներին։ Օրնիրավամբ նրանցն էր ու բնական է, որ առաջինը հենց իրենք էլ պետք է տային այս անսովոր, բայց եւ գեղեցիկ գաղափարի իրագործման մեկնարկը։ Ամենաանիրականանալի թվացող երազանքն անգամ իրականություն դարձնելու հնարավորությունը երեխաներին ոգևորել էր այնքան, որ ցանկությունների շարքում գրավոր կամ նկարների տեսքով հայտնվել էին թռչող ձկներ, եկեղեցիներ ու անտառներ, որ կուզեին տեսնել մեր փոքրերը հարազատ քաղաքում եւ որ ստիպված չլինեին միայն օտարափերում տեսնել իրենց ամենացանկալի զվարճավայրը, մանուկները ցանկացել էին ունենալ նաեւ Disneyland։ Երազում եմ, որ Երևանում լինի մեծ երեխաների ժամանցի կենտրոն, որ բոլորը զվարճանան։ Ուզում եմ, որ Երևանում լինի նավահանգիստ։ Ես մի արև եմ նկարել, որ երեխաներին միշտ ժպտում են։ Նկարել եմ երկնակել, որ Երևանում կառուցվի։ Ցանկանում եմ, որ Երևանում բացվի մի տնակ, կենտրոն, որտեղ որ կհաճախեն, այնտեղ թե կխաղան, թե կսովորեն, կցուցանեն ամեն ինչ, ինչ որ անհրաժեշտ է իրենց տարիքի երեխաների համար։ Ակցիայի մասնակիցները ցանկության թղթի հակառակ կողմում անպայման նշում են հետադարձ կապի տվյալները։ Հունիսի 4-ից ցանկությունների պատեր կտեղակայվեն նաև Կասկադում Ալեքսանդր Թամանյանի արձանի հարևանությամբ, Մոսկվա կինոթատրոնի հարակից Ազնավուրի հրապարակում, Կոմիտասի Պողոտակասյան փողոց Խաչմերուկում եւ Գարեգին Նժդեհի հրապարակում։ Բոլոր տարածքներում կլինեն գործընթացը համակարգող անձինք։ Մենք նաև կարող ենք ընդունել ցանկությունները Facebook-ով, եթե դուք այցելել եք Ամերիաբանկի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան Facebook-ի էջերը, փորձելու ենք ընտրել լավագույն նախագծերը եւ իրականացնել այդ նախագծերը առանց որևէ ֆինանսական սահմանափակումների։ Շատ գեղեցիկ միջոցառում է կազմակերպված։ Շնորհակալություն քաղաքապետարանին, երեխաները լավ ուրախանում են։ Մեր տրամադրությունը շատ բարձր է։ Շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Մարգարյանին, որ ինքը ընդգրկում է այս քաղաքի գեղեցկությանը, բարեկեցությանը ոչ թե միայն մեծերին, այլ նաև մանուկներին։ Դա շատ մեծ պլյուս է, շատ ապրենք։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր քաղաքապետին, քաղաքապետարանի աշխատակազմին նման գեղեցիկ միջոցառումներ կազմակերպելու համար։ Ամենուրեք տեսնում ենք մանկան ուրախ ժպիտներ, գունեղ այսօր կարծես հեքիաթային լինի օրը ոչ միայն մանուկների համար, այլ նաև մեզ համար։ Եվ առիթից օգտվելով շնորհավորում եմ մեր հայ մանուկներին։ Ակցիայի ավարտից հետո բոլոր ցանկություններն ու կարծիքները կուսումնասիրվեն եւ առավել ուշագրավ ու տպավորիչ ցանկությունները կիրագործվեն Ամերիաբանկի ֆինանսավորմամբ։ Երևանի քաղաքապետարան մասնավոր սեկտոր հաջողված համագործակցությունը հունիսի 1-ին Հյուսիսային պողոտայի ամբողջ երկայնքով էր, լեգո մրցույթի տաղավարներ, սիրված հերոսների խաղեր։ Հունիս 1-յան հաջորդ անակնկալը յուրահատուկ եւ աննախադեպ էր, հանձնելով փոքրիկ վարորդների քննություն, հարցերի տեսքով եւ մեքենայի ղեկին կանոնների ճիշտ պահպանմամբ երթևեկելու դեպքում երեխաները կազմակերպիչների կողմից 1 շաբաթ անց կստանան վարորդական իրավունքներ, իհարկե միայն մանկական մեքենաներ վարելու համար։ Թեև հունիսի 1-ն ինքնին տրամադրում էր, որ օրն իսկապես լինի լիարժեք եւ հագեցած, այդուամենայնիվ Երևանի քաղաքապետարանը խոստանում է, որ նմանատիպ անակնկալներ կմատուցի նաեւ ոչ տոնական օրերին։